Շնորհակալ եմ, որ եկաք եւ այսպես ինչու է հայ-թուրքական հարաբերությունները հետաքրքիր Միացյալ Նահանգներին այսօր։ Միացյալ Նահանգները որպես քերազոր պետություն աշխարհի ամեն կողմում իրենց շահեր ունեն, հետապնդում են եւ իրենք երկու հարց կա այստեղ։ Մեկը այն է, որ Թրամփը իր նկարակիրը այդպես է, որ ինքը ուզում է որ լինի այդ մարդը, որ լուծում է այնպիսի հարցեր, որ ոչ մեկը չի կարող լուծել։ Ուկրաինայի պատերազմը, Ռուսաստան, Գազա եւ այլն։ Եվ մի քիչ սկսել են սպառվել Հայաստան-Ադրբեջան հարցերով, բայց դակավին շատ հարաշտեմություն չկա, բայց Էրդողանի մասին Թրամփը մեծ կարծիքի է անցյալից եւ շատ լավ գաբեր բահբանում իրար հետ, մանավանդ որ հիմա Սուրիո հարցը կա, Սուրիո մասին Ամերիկան փորձում է որ Իսրայելը, Սուրիան, Թուրքիան ինչ որ մի համաձայնության հասնեն, վերջին 24 ժամերուն իմացա որ Սուրիո ղեկավարությունը ուղղակի բանակցում է Իսրայելի ղեկավարության հետ, որ իրար չգրագեն խաղաղություն լինի, այդել Թրամփի նպատակներից մեկն է, որ ինքը խաղաղություն բերում է Ամերիկային, Եվրոպային, աշխարհին, նաև կա այստեղ Պարսկաստանի հարցը, ինչպես իմանում ենք, որ Իսրայելը շատ ավելի խիստ դիրքորոշում ունի Պարսկաստանի հանդեպ, բայց ըստ լուրերի Թրամփը չի թողնում, որ Նեթանյահուն հարձակում, ասում է, մենք հիմա բանակցում ենք, եթե հարձակվես խանգարի մեր բանակցությունը, ուրեմն Նեթանյահուն ասում են, որ հարաբերությունները լարվել են Նեթանյահուի եւ Թրամփի միջեւ։ Այդպես հայտարարում են շատ կողմ լարվել են։ Այո, նույնիսկ գիտեք ինչի մասն են խոսում, որ Նեթանյահուն Թրամփից գաղտնի, այսպես իր շրջապատում փորձել էր մարդկանց հետ աշխատել, այդ նույն Մատ Վոլցը, որ հրաժարական տվեց, այո, այսինքն աշխատել Թրամփի վրա, որպեսզի նրան բերեն հանգստանալ մտքին, որ պետք է հարձակվել Իրանի վրա։ Բայց դա չի աշխատելու, որովհետև Թրամփը ոչ մեկին չի լսում, ինքն է նախագահը, իր խորհրդականները իրեն ենթակա մարդիկ են, եւ մեծ մասը եթե մի բան ասեն, որ ինքը չի հավանում, ամիջապես գանկնում են այդ դեր չեն շարունակում։ Նաև մյուս հարցը կա, որ վերջին 2 տարիներին Ամերիկայի զինուժը եւ Եմենի հութիները ահագին իրար վրա հարձակումներ գործում էին, Թրամփը առաջին անգամ լինելով հաջողեցավ հութիների հետ մի համաձայնության կան, որ զինաթաթար կնքեն, որ իրենք ամերիկյան նավերի վրա չհարձակվեն, ամերիկյան չրմբակոծի, առանց Նեթանյահուի հետ խորհրդակցելու որտեղ հութիները նաև ռմբակոծում են Իսրայելը այդքան հեռավորներից։ Այսօր էլ են կրակել Իսրայելի վրա։ Ամեն օր կրակում են։ Երեք Բենգորիոնի օտականը փակվել էր այդ հրթիռների պատճառով։ Նեթանյահուն շատ թշկող էր, որ ինքը մաս չի կազմել այդ համաձայնության, անշուշտ ըստ Նեթանյահուի պետք է որ այդ համաձայնությունը որ եղել է Ամերիկայի եւ Եմենի միջեւ, Իսրայելն էլ պետք է մասնակից լիներ, որ հութիները համաձայնվում են, որ Իսրայելի վրա չեն գրագելու, բայց այդպես համաձայնություն չկա։ Զարմանալի չէ, որովհետև Թրամփը Ամերիկայի նախագահն է, միշտ ամեն հարցերում մոտենում է Ամերիկայի տեսանկյունից, որքան ինքը լինի Իսրայելի համագիր սիրողանց, բայց վերջիվերջո ինք ավելի Ամերիկայի շահերից։ Ամերիկան ավելի նախընտրում է այդ պաշտպանել, քան թե Իսրայել կամ որևէ այլ երկրի։ Այո, որովհետև երկու կողմից ճնշում կար, պրոիսրայելական մաֆիան, այսպես ասենք, իր աջակից իրեն այսօր քննադատում է եւ մինչ այդ քննադատում էին ոչ պրոիսրայել, այսինքն ոչ թե Համասի կողմնակից, այլ մարդիկ, որոնք ասում America first, հա, առաջին, այդ զանգվածը միշտ Թրամփին քննադատում էր, որ կարծես թե ծառայում է Իսրայելին։ Ամեն դեպքում հիմա կարծես թե եկել է այդ չեզոք գծին, որ այո, Իսրայելը մեր դաշնակիցն է, բայց Ամերիկան ավելի կարևոր է, հա։ Այո, ինքը երկար ժամանակ շատ մտերիմ էր Նեթանյահուին, բայց վերջերս տեսնում է մի բան, որ բոլորս տեսնում ենք դարիների ի վեր, որ Նեթանյահուն շատ ծայրահեղ քայլերի է թիմում, բռնությունների թիմում շատ մեծ մասշտաբով եւ միդիա հասել է որ սպանություն է իրականացնում Գազայում։ Այո, եւ այդպես միջազգային թադարանը այդպես էլ վճռեց, բայց այդքան
չափը անցրել է Նետանյահուն, որ նույնիսկ Թրամփը, որ իր մտերիմն է, այլևս իր հետ դարակարծիք է եւ փորձում է իրեն զսպել։ Շատ մեծ այսպես գլոբալ գործընթացներ են ընթանում հատկապես Միջին Արևելքում, դրա հարակից շրջաններում, ամբողջ աշխարհում եւ մեր տարածաշրջանը հիմա գանք։ Այս ամեն գործընթացների մեջ Միացյալ Նահանգներ, Իրան, Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Իսրայել, Թուրքիա եւ այլն, որքան են կարևոր հայ-թուրքական հարաբերությունները ընդհանրապես, այսինքն այստեղ ինչ հեռանկար կա եւ ես ուզում եմ հիշեցնել վերջերս ուրեմն եւ Միացյալ Նահանգների պաշտոնյաների կողմից եւ ռուսական տեսեք Լավրովը ասում են չայցելեց Ծիծեռնակաբերդ ամերիկյան պաշտոնյան այցելեց չգիտեմ որ պաշտոնյան էր բայց այդտեղ ամերիկյան դեսպանատունը հղում չէր արել ցեղասպանության ընդհանրապես այսինքն սա ինչ է այսօր ընդհանուր համաձայնություն կա հայ-թուրքական հարաբերություններում ինչ որ շրջանցել ցեղասպանության թեման, այլևս չէ իշատակել եւ այլն։ Ինչ զարգացումներ են ընդհանրապես տեղ ունեցել։ Բացատրությունը այստեղ շատ բարձ է, այդպես մենք բարձ է, հասկանում ենք Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը, մոռանանք անցնենք, բայց արդյոք ընդհանուր կոնսենսուս կա։ Բայց սկսենք Փաշինյանից։ Փաշինյանը ինքը երկար ժամանակ է փորձում է հաշտության եզր գտնել Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ խաղաղության դաշնակերի եւ այլն։ So այդ ընթացքում ամեն ինչ ինքը զիջում է, զոհում է, որովհետեւ իր նպատակին հասնի։ Եվ այդ նպատակը ոչ թե իսկապես խաղաղություն լինելու է, խաղաղություն չի լինելու, բայց ինքը ուզում է այդ խաղաղության դաշնակերը օգտագործել, որպես հաջորդ տարվա ընտրությունների իր հաջողության որպես փաստ Այդ է, ուրեմն այդ է որ վերջին ամիսներին անդադ խոսում է որ ցեղասպանությունը պետք է հասկանանք ոնց եղել է, ինչու եղել է, ով արել է, երրորդ երկրի թրթումով հայերը ցեղասպանությունը հիշում են, այսինքն լրիվս բոլորը հիմարություններ են անշուշտ, բայց հասկանում ենք թե ինքը այդ մտքի մեջ ինչ դրել է, մատային է որ ամեն ինչ անի որ այդ հարցերը իր քերակույն նպատակին չխանգարեն, որն է ժողովրդին ցույց տա որ ինքը խաղաղություն բերել է եւ վերընտրվի այդ է նպատակը կարող է ընդդիմությունից հաջորդ օրը Ադրբեջանը հարձակվի եւ Սյունիքը կամ այլ բաժիններ գրավեն բայց դա իր կարևոր չէ իր համար կարևորը որ ինքը ընդրվի եւ վերջ Իդեպ չեմ կարող սա չհարցնել մենք այսօր քննարկում ենք համոզված եմ տեղյակ եք Փաշինյանի վերջին այդ գլուխգործոցներից եկեղեցու դեմ դա ինչ նպատակ է հետապնդումը սկսեց Որ դες էլ վերջին 7 տարիների անցյալ ունի որտեղ առաջին օրից սկսավ ինքը քննադատել վեապարին եկեղեցու բազմաթիվ անգամներ եւ վեապարն էլ ժամանակ առ ժամանակ պատասխանում է իրեն 2020-ի պատերազմի հոկտեմբերին կամ նոյեմբերին վեապարը հայտարարություն անեց որ Փաշինյանը պետք է հրաժարվի նույն հայտարարությունն արեց Արամ վեապարը նույնիսկ Հայաստանի այդ ժամանակվա նախագահն էլ Արմեն Սարգսյանն հայտարարություն արեց ուրեմն շատ այսպես վատ հարաբերություն կա կաթողիկոսարանի եւ Փաշինյանի միջեւ եւ երևում է որ վերջին հայտարարության հիման վրա ամեն օր ավելի վատանում է հարաբերությունները հիմա միտեղ հասել ենք որ ոչ միայն անհամաձայնություն կա դարբեր հարցերի մասին այլ ուղղակի հայոյանք վերավորանք զրբարտություն իմանալով թե զրբարտության թեմ օրենք կա որ կարելի չէ մարդու զրբարտել առանց փաստի ասել որ ինքը քող է ավազակ է մարդասպան է էդի խոսքի անկապիղծ է սրբաբիղծ է էդի խոսքի ազատության հետ կապ չունի եթե մեկում վադապանում ես զրբարտում ես էդի օրինական հետևանք ունի եւ ես խորհուրդ կտայի եթե խորսվայ արժեք ունի որ մեր եկեղեցականները որոնք զոհն են այդ զրբարտություններին դատարան գնան եւ դատվածեն չեմ դեր դատարանը որքան պիտի համարձակվի Փաշինյանին մեղադրելու, բայց առնվազն պետք է իրեն զսկուշացնեն, որ մենք մեր իրավունքները պետք է պաշտպանենք դատարանով։ Պարոն Սասունյան, Ադրբեջանի եւ Թուրքիայի, այսպես ասած, տվերը տեսնում եք այս հայ առաքելական եկեղեցու, այսինքն դեմ
արշավի մեջ։ Ուրեմն Փաշինյանը ինքը, այսինքն ես չեմ ուզում միան եկեղեցին առանձնացնել։ Փաշինյանը տեսնում ենք դարների ի վեր ինքը շատ թշնամական գեցվածք ունի ամեն մարդու հանդեպ, ամեն կողմերի, գուսակցությունների, սպիրտ լինի, թե Հայաստան լինի, որոնք համացանչեն իր քաղաքական ուղղության։ Ուրեմն երբ որ եկեղեցին քննադատում է իրեն, պետք է հրաժարվի եւ այլն, Բակրատ Սրբազանի շարժումը գայվան, ինքը դա շատ վատ ցևով ընդունում է եւ հագաթարցում է շատ ծանր ցևով։ Նույն բանը անում է Հայաստանի, երբ որ միջոցառում է լինում, ցույցեր են լինում, ոստիկանները գալիս են, բռնում են մարդոց, ասֆալտին գցում են, դանում են ոստիկանադուն եւ այլն, դա Հայաստանի, իսկ եթե որևէ pedagogan պաշտոն ունի անձը, ամենաշատս պաշտոնին հերացնում են, ինչ որ տեսանք վերջին ամիսներին Փաշինյանը SMS-ով նախարարներ բանալավասկային ժողովի նույնիսկ մարդոց պետք է հրաժարվի գազից, որ ինքը իրավասություն չունի, դա Հայաստանի վերաբերյալ է, բայց նաեւ ինքը ուզում է կոնտրոլ անել նաեւ սպիրկը, որը սպիրկից որևէ բայց դա այդ ամեն ինչը ուզեցել է անել Թուրքիան։ Չէ, տասնամյակներ շարունակ, հիմա փաստորեն Հայաստանի իշխանությունների ձեռքով է անում։ Այսինքն իրենք վարվում են իբր թե որ շատ ցավալի մի բան է, որպես խոսնակ մեր թշնամիներին։ Օրինակի համար անցյալ օրը Ալեն Սիմոնյանը մի բան ասաց, որ լրիվ անընդունելի մի բան է, եւ որ հարցրեցին, որ Ադրբեջանը անդադ խոսում է Արևմտյան Ադրբեջանի մասին, որ ազերիները պետք է կան եւ ապրեն Հայաստանում, ասաց, դա նույն բանն է, որ մենք էլ խոսում ենք Արցախի մասին, դա էլ Ադրբեջանի հողադարձի ասաց, այսինքն արդարացնում է Ադրբեջանի հայտարարությունը Արևմտյան Ադրբեջանի մասին, այսինքն պաշտպանելու դե Հայաստանի շահերը, Հայկական շահերը, պաշտպանում է մեր թշնամիի շահերը, մեր թշնամիի։ Կարծես թե իրենց մամուլող խոսնակները լինեն։ Հիմա գանք ցեղասպանությանը, վերջին շրջանում դուք բարձրաձայնում եք, կարծեմ մեր վերջի զրույցի ընթացքում էլ մեկ շատ կարճ ասացիք այդ մասին, կուզեմ հիմա մի քիչ մանրամասնեք։ Միտքն այն է ձեր, որ այլևս պետք չէ ջանքեր գործադրել ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, այլ ժամանակն է, որպեսզի Թուրքիային բերվի դատարան։ Ինչպես եք դա պատկերացնում եւ ով պետք է դա անի, փորձենք հասկանալ։ Ուրեմն ես թեմ չեմ ճանաչման, երկար դասնամյակներ ես անձնապես եւ շատեր բարեփոխաբար շատեր բայկարել են հայտարարի անձնախումբ եւ այլն, որ ճանաչվի եւ ասեմ, որ այդ բոլոր աշխատանքները իզուր չէին։ Իրենց օգուտ ունեցան մի քանի տեսակետից, թե որ ճանաչումը եղավ, Բայդենը ճանաչեց եւ 34 երկրներ ճանաչել են, ՄԱԳ-ը, Եվրոպական խորհուրդը ճանաչել են, հարյուրավոր օդար ցեղասպանակետներ ճանաչել են, ուրեմն դա իր արդյունքը դա շատ լավ բան է, ես էլ իմ բաժինը բերել եմ այդ աշխատանքին, թեմ չեմ, եթե այլ երկրներ նաև կարողանան ճանաչել, շնորհակալ կլինեմ, որ ճանաչեն, բայց իմ ասածը մի քիչ տարբեր է, այն է, որ մենք այս աշխատանքը դարեցինք հաջող ձևով, հասանք որոշ արդյունքի, միակ երկրները, որ դակավին մերժում են ճանաչել, օրինակ Իսրայելը կամ Անգլիան, ոչ թե որտեղ իրենք չեն հավատում, որ ցեղասպանություն եղել է, իրենք շատ լավ իմանում են ցեղասպանություն եղել է, բայց իրենց քաղաքական եւ տնտեսական գործարքներին շահին չէ, որ Թուրքիան եղածնեն, այլ հարցեր լուծում են իրենք, ոչ թե ցեղասպանության հարց։ Ուրեմն հիմա մենք չենք կարող 110 տարի արդեն անցել է ցեղասպանությունից։ Մենք չենք կարող ընկնել թուրքական խաղի մեջ, որ հետեւյալն է։ Ամեն անգամ որ մենք ասում ենք ցեղասպանություն եղել է, թուրքերը ասում են որ չի եղել։ Մենք ասում ենք չի եղել է, ասում են չի եղել։ Ուրեմն այսպես շարունակ մենք շարունակում ենք ասել որ եղել է, ասում են չի եղել։ 110 տարի այս խաղը մենք խաղի մեջ ընկել ենք։ Հիմա ինչ անենք 110 տարի եւս շարունակենք մենք ասենք որ այո եղել է, իրենք ասեն որ չի եղել եւ 500 տարի 1000 տարի հետ կդակավին ցեղասպանությամբ սպառվենք։ Կարծեմ ժամանակը եկել է, դերևս վաղուց եկել էր այդ ժամանակը, որ պետք է մենք ցեղասպանությունը այդ դժբախտաբար կան որ դաստիարակներով սպառված են ցեղասպանության հետապնդումով, ճանաչման հետապնդումով,
ոչ միայն օդարները, թուրքերը սխալ են հասկանում մեր նվադագը, նույնիսկ մեր հայ ժողովուրդը ինքը անգամ որ տեսնում ամեն օր ցեղասպանություն, մտածում որ ցեղասպանության ճանաչումը մեր քերակույն նպատակն է։ Ճանաչումը, դա մեր նպատակը չի, ցեղասպանությունը իրողություն է, անշուշտ է ճանաչվել է, այսինքն ճանաչվելու պետք չկա, պատմական իրողություն է, որևէ մեկ որ անաչար է, հայ թե օդար, իմանում որ ցեղասպանություն եղել է, so դա մեր բանջներից մեկը չէ, թե սպառվել են այդ հարցով հատուկ պատճառներով։ Հիմա ուրեմն կանք մեր իսկական բանջներին, որն է հադուցում ցեղասպանության զոհերին համար եւ Արևմտյան Հայաստանի մեր հողերը վերադարձը։ Ասոնք են մեր հայտարարի 100 տարվա նպատակները։ Բայց այս երկու նպատակները մի կողմ դրան։ Պես հասնել դրան հատուցման։ Այո, well հատուցումը թուրքերը չեն ուզում հատուցում տալ, նաեւ այստեղ պետք է բացատրեմ որ բաժարը որ թուրքերը ոչ են ասում ցեղասպանության ճանաչման, որտեղ ամեն անգամ տեսնում են հայերը ինչ են կրում, իրենք հետևում են մեր քրություններին, վերլուծումներին, հայերը ասում են որ մենք 3 բան ունենք։ Առաջինը ցեղասպանության ճանաչում, երկրորդը հատուցում, երրորդը հողերի վերադարձ։ Ուրեմն թուրքերը որ հիմար չեն, հետևում են այս բաներին, ամենաշաբես եզրակացնում են որ եթե առաջինը մենք ընդունենք ճանաչումը, գնալու են իրենք չեն կանգնելու այդտեղ որ հա ճանաչեցին վերջ, գնալու են երկրորդ հատուցման, երրորդ հողերի վերադարձին։ Ուրեմն թուրքերը մտածել են որ վաղուց առաջին բանջին ոչ ասելով արդեն առաջ կգառնենք հաջորդ երկու բանջներին։ Ուրեմն դա որ իրենք այնքան բնթում են, որ ցեղասպան չի եղել, որտեղ վախենում են հետևանքներից։ Հիմա մենք պետք է ավելի խելացի լինենք եւ ասենք որ օքեյ, ցեղասպանությունը ճանաչվել է, բայց ով ճանաչել է, ով չի ճանաչել է, դա երկրորդական է։ Մենք ունենք իսկական մեր բանջները Թուրքիայից, որն հատուցում են հողային վերադարձ։ Ոնց մի դանենք դա, ուրեմն մի քանի ծևեր կան։ Մեկը այն է, որ միջազգային դատարանը, համաշխարհային դատարանը, այդտեղ միայն պետությունները իրավասությունն են այս ներկայացնելու, դժբախտաբար մեր պետությունը ներկայի ռեժիմը Փաշինյանի։ Այսօրվա մեր պետությունը անցել է Թուրքիայի կողմը։ Շագարակն է, իրենք ոչ մի հետաքրքրություն չունեն այս ներկայացնելու։ Դեպքում ով կարող է։ Փորձում են սիրաշահել։ Ուրեմն դա ներկայից բացառված է դժբախտաբար։ Մյուս ծավալն է, որ կան այլ դատարաններ, ասկային դատարաններ Ամերիկա տարբեր երկրներ, նաև կան միջազգային դատարաններ, օրինակ Եվրոպական մարդկային իրավանց դատարանը, որ կարող է այդպես դատարով զբաղվել, որտեղ պետություն պետք չկա թիմելու։ Գազագերբություններ կարող են թիմել, նույնիսկ անհատներ կարող են թիմել այդտեղ։ Ցեղասպանություն վերապրածների սերունդներ, հա, այդպես կարող ենք ասել, իրենք կարող են եւ շարունակվող հետևանքները, որտեղ եթե միան ասենք որ 15 թվականի մի բան բադայել է եւ վերջ, հիմա դատարանը կարող ասել որ 15 թվականի հարցերով մենք չենք զբաղվում, մենք նույնիսկ գոյություն չունենք այդ ժամանակ, բայց եթե ասենք որ հետևանքները շարունակվում են, միջև մտակարում ենք գրում ենք այդ հետևանքները, դա որ ուզում ենք որ հատուցում լինի այդ պատճառով, այնադեպ դատարանը ավելի բարյացակամ կգտնվի։ Հիմա կանք Ամերիկայի, որտեղ մենք ապրում ենք, Ամերիկայի մեջ կա ֆեդերալ դաշնակցային դատարաններ, որոնք այս հարցերով կարող են զբաղվել։ Մի հատ մի խնդրեմ կա, որ մինչև հիմա չենք լուծել եւ ես առաջարկում եմ մի նոր լուծում, հետեւյալն է։ Ամերիկյան օրենքով, եթե մի ոչիր գործվել է, եթե 7 տարի անցնի ժամկետը, չես կարող դատարան ներկայանալ։ Այդ 7 տարում պետք է ներկայանաս։ Հիմա ցեղասպանությունը ոչ թե 7 տարի, 110 տարի անցել է։ Հիմա երբ որ դատարան թիմենք եւ անցյալին թիմել ենք դատարանները մերժել են այդ դատը, որտեղ այդ դեպքում ինչպես դիմել։ Հա, ուրեմն թիմելու ցևը հետեւյալն է, մինչեւ մենք քաղաքական տեսակետից գնացել ենք կոնգրես եւ խնդրել ենք կոնգրեսմեններից, որոնք համագեր են մեզ, որ մի փանացև ընդունեն, որ ճանաչեն ցեղասպանությունը, սիմվոլիկ մի խորհրդանշական մի բան է դա, ոչ մի օրինական հետևանք չունի։ Դա միայն այսպես մենք լավ ենք բարոյական իմաստ ունի, ուրեմն նորից պետք է գնանք ներկայացական դուն կոնգրես եւ սենատ, այս անգամ ոչ թե ճանաչողական բանացև փորձենք անցնել, այլ պետք է առաջարկենք օրենք, ամերիկյան օրենք։ Օրենքը հետեւյալն է process-ը, երկու բալատները մեծամասնության ցայնով այո գասեն այդ օրենքին, օրենքը ասելու է, որ հայոց ցեղասպանության բարակային այդ 7 տարվա ժամկետը մենք
մեկտի ենք դնում, առանց ժամկետի wave ենք անում։ wave են անում, բացառում ենք, եւ հայերը կարող են դատարան ներկայանալ ըստ օրենքի եւ դատապացել Թուրքիո դեմ։ Ուրեմն եթե երկու բալատները էդի ընդունեն այդ փոխանցությամբ օրենք, հետո գնում է նահանգահին, նահանգը ստուակրում է, ուրեմն դառնում է օրենք։ Այդ օրենքը որ այդ օրը օրենք լինի, մենք կարող ենք գնալ դատարան եւ դատապացել Թուրքիո դեմ, առնվազն հադուցման վերաբերյալ։ Այսինքն մենք պետք է հավաքական դատ լինի, թե առանձին յուրաքանչյուր ասենք ցեղասպանության զոհերի ժառանգները կարող են դիմել դատարան եւ բոլորս էլ ժառանգներ ենք, մեծ հայրերը զոհվել են ցեղասպանության, բոլորս ասելով պետք է հետեւյալ ծավալ լինի, պետք է որ այդպես չլինի որ ովևէ հայ գնա եւ հաջորդ օրը դատարան ներկայանա գիսատ ծևով անբադրաստից եւ փորձը ինչ որ մի բան անել, եթե դի ցախողվի, դի ամենը մեծ վնասը կլինի հայտադին, որովհետեւ եթե մի անգամ դատարանը ներկայանաս այսպես գիսատ ծևով, դադավոր ասի որ չէ, էսի արտարացի թաց չէ, թուրքերը պիտի ասեն որ տեսակ 110 տարի այս մարդիկը սուտ խոսում են, այո, այսինքն պետք է կազմակերպված լինի։ Եվ ամենակարևորը դա ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլ նաև այլ երկրներում եւս եւ արդյոք այդ մասին խոսակցություններ նախ որքանով է հավանական որ խնդրում եմ շատ կարճ որտեղ մեր ժամանակը մոտեցավ ավարտին Միացյալ Նահանգներում այսօր հավանականություն կա այդպիսի օրենք ընդունելու եւ արդյոք խոսակցություններ ունեցել եք հայկական կառույցների հետ որ օրինակ փոխենք մեր տակտիկան, հա, ցեղասպանության ճանաչման։ Ուրեմն ովևէ բան իրագործելու համար պետք է աշխատանք տանես։ Եթե աշխատանք չտանես, ասես որ չէ անգարելի է, արդեն չի լինելու։ Պետք է աշխատես, դարներով աշխատենք ցեղասպանության վրա, հիմա էլ աշխատենք 1 տարի, 2 տարի, 5 տարի այս հատուցման վրա, օրենքը անցնելու վրա։ Հատուցման մեխանիզմների ստեղծման համար։ Այո։ Եվ այդ անելով նախ պետք է մենք համոզվենք, որ էսի ճիշտ ուղղություն է հայության շահերի նպաստ է, երկրորդ, էսի շատ մասնագիտական թադ է, ուրեմն պետք ունենք ոչ թե այս բարձ փաստաբանների, միջազգային իրավաբանների, մասնակից իրավաբանների, որ այս հարցերով զբաղվում են եւ իրենք է որ այս կարող են գնալ դատարան եւ պրոֆեսիոնալ ծով ներկայացնել մեր թադը։ Շատ շնորհակալ եմ պարոն Սասունյան այդ արկիր զրույցի համար, ձեզ հաջողություն եմ մաղթում։ Շնորհակալ եմ։ Իմ զրուցակիցը Կալիֆոռնիա Courier թերթի հրատարակիչ, խմբագիր Հարութ Սասունյանն է, շնորհակալություն կհանդիպենք։